Բարի լույս սիրելիներ, թող Տիրոջ սերն ու խաղաղությունն ամենքիդ պահապան լինի։ Այսօր պիտի խոսեմ ուրիշներին օգտակար լինելու եւ ողորմության մասին, որովհետեւ քրիստոնեական կյանքի մեջ ուրիշին օգնելը ամենամեծ առաքինություններից մեկն է։ Եվ եթե մարդ իր ունեցածից չի կարողանում բաժին հանել աղքատին կարիքի մեջ եղող մարդկանց համար եւ միայն իր համար է պահում, նրա հավատքը զորոյանում է, նրա հավատքը արժեք չունի։ Հիմա շատ հաճախ մարդիկ կարող են հարցնել, իսկ ինչքան տանք կամ ինչպես պիտի տանք։ Կարևորը մեր տվածի չափը չէ, սիրելիներ։ Կարևորը թե մենք մեր տվածի մեջ ինչքան սեր ենք դնում։ Դա է արժևորում մեր տրվելիքը, երբ որ տալիս ենք որևէ մեկին։ Երբ որ խոսում ենք քրիստոնեական այս մեծ առաքինության մասին, մենք իբրև քրիստոնյաներ պիտի միշտ մտածենք, որ շատ մարդիկ կան, որ մեր օգնության կարիքն ունեն։ Աստված ձեռքեր չունի այս երկրը տեսանելի, որ մարդիկ տեսնեն աչքեր։ Մենք Աստծո ձեռքերն ու աչքերն ենք։ Մենք տեսնում ենք եւ գնում ենք օգտակար ենք լինում։ Աստծանունից բաժին ենք հանում, տալիս ենք աղքատին, որպեսզի աղքատը կերակրվի, գոհանա եւ փառավորի Աստծուն։ Եվ այդ ճանապարհով մենք ստեղծում ենք հավասարություն մեր քույրերի ու եղբայրների մեջ։ Աստված ամեն մեկից տարբեր է ստեղծել։ Մեկը շատ հարուստ է, մեկը քիչ հարուստ է, մեկը աղքատ է, բայց երբ որ հարուստը կարողանում է իր բաժինից հանել տալ աղքատին, նա ողորմություն տալ է սովորում, որովհետեւ աղքատները պետք են, որպեսզի մարդիկ ողորմություն սովորեն։ Հարուստներն էլ պետք են այս աշխարհի մեջ, որպեսզի նրանք էլ ողորմության ճանապարհով փրկություն գտնեն։ Եվ այսպիսով մենք կարողանում ենք հավասարություն ստեղծել մեր քույրերի եւ եղբայրների միջեւ։ Տեսնենք ինչ է հորդորում մեզ այսօր Պողոս առաքյալը Կորինթացիներին գրված իր երկրորդ նամակի 8-րդ գլխում։ Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում, քանզի գիտեք շնորհները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացավ, նա որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարստանաք։ Եվ այս բանի վրա մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է։ Դուք որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլև այն կամենալ դեռևս անցյալ տարվանից։ Բայց արդ ավարտին հասցրեք այն, որովհետև ինչպիսի հոժար կամքով որ սկսեցիք, կատարեցեք այն ձեր ունեցածի չափով։ Քանզի եթե առաջուց հոժարությունը կա, տրվածը ընդունել է ըստ տվողի ունեցածի եւ ոչ թե չունեցածի։ Ոչ թե ուրիշներին հանգստություն եմ կամենում իս ձեզ նեղություն, այլ թող լինի հավասարությամբ։ Ներկա դեպքում ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, որ նրանց առատությունը լցնի ձեր պակասությունը, որպեսզի հավասարություն լինի, ինչպես գրված է, թե ով շատը հավաքեց, ոչինչ ավելի չունեցավ, իսկ ով քիչը նրան չպակասեց։ Տեսնում ենք, սիրելիներ, առաջին դարում արդեն իսկ կար այս խնդիրը, որ քրիստոնյաները հոգ տանեն մեկը մյուսի համար։ Եվ առաջին օրինակը Պողոս առաքյալը բերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով հարուստ էր, ամեն ինչ ուներ, բայց մեզ համար թողեց ամեն ինչ, աղքատացավ, որպեսզի մենք կարողանանք իրենով հարստանալ։ Եվ տեսեք առաքյալն ասում է, ես ձեզ հրաման տալով չեմ ասում այս ամենը, այլ ուզում եմ, որպեսզի ձեր սերը տեսնեմ, ինչպես եք հոգ տանում մեկը մյուսի համար։ Ոչ թե ձեզանից ուզում եմ նեղություն տամ, ձեզանից վերցնեմ տամ ուրիշին, այլ հակառակը, հոժարությամբ, որովհետև Աստված հոժար տվողին շատ է սիրում եւ ասում է տալուց էլ զվարթերես, ուրախությամբ, հոգատարությամբ արեք, հանկարծ տրտմած երեսներով, դժգոհությամբ, չուզենալով որևէ մեկին չօգնեք, այլ ինչ որ անում եք հոժարությամբ արեք, որովհետև անպայման պիտի այդ ամենը վերադարձնի ձեզ։ Մենք մարդիկս կարող է տանք ու մոռանանք, բայց Աստված երբեք պարկի տակ մնացող Աստված չէ։ Աստված է մի կտոր հացը, որ մենք չենք էլ հիշում, ում ենք տվել հոժարությամբ կամ չկամությամբ, Աստված այդ ամենը սիրով վերադարձնի, որովհետև Հիսուս ասում է, որևէ մեկին որ արեցիք, իմացեք, որ ինձ համար եք արել։ Երբ որ ասում է բանտում էի, հիվանդ էի, ծառավ էի, մերկ էի, քաղցած է ինձ կերակրեցիք, ում որ կերակրեցիք, իմացեք, որ ինձ եք կերակրել։ Ուրեմն ամեն մի բարիք, որ մենք գործում ենք, մենք Հիսուս Քրիստոսի համար ենք անում։ Եվ տեսեք, ասում է, չեմ ուզում ձեզ նեղություն տամ, ուրիշներին հանգստություն, այլ հակառակը, ձեր ունեցածի չափով։ Կարող եք մեկ հատիկ հաց տալ, մեկ հատիկ հաց տվեք։ Կարող եք մեկ բաժակ ջուր տալ, հոժարությամբ, սիրով, ուրախությամբ այդ մեկ բաժակ ջուրը տվեք։ Եվ այդ տվածի համար Աստված ձեզ ավելին կվերադարձնի։ Եվ եթե ուզում ենք, որ մեր քրիստոնեական կյանքը կատարյալ լինի, մեր աչքերի առջև շատ մարդիկ կան, ովքեր անգամ ժպիտի կարիք ունեն։ Անհոգ կյանքի պակասից մարդիկ նեղությունների ու դժվարությունների մեջ են հայտնվել։ Այդ մարդիկ մեր ընկերակցության կարիքն ունեն, որպեսզի գնանք իրենց հետ, նստենք ու խոսենք պարզապես։ Մենք իրենց ասենք, որ սիրում ենք ձեզ, սա էլ ողորմություն է, սա էլ օգնություն է, որ մարդը գիտի, որ կա մեկը, ով իրեն անկեղծ սիրում է։ Մեծերից մեկն ասում է, հաղթողները շատ ընկերներ ունեն, միայն պարտվողների ընկերներն են իրական։ Ուրեմն այն մարդը, որ աղքատության մեջ է, մենք գնում ենք
մենք ենք նրա ընկերները, մենք ենք նրա իսկական բարեկամները, որովհետև Աստված սիրում է այդ մարդկանց միջոցով գործել եւ այդ մարդկանց միջոցով մեզ բարձրացնել։ Ուրեմն թող Տեր օրհնի մեզ խաղաղության մեջ պահի, որ մենք կարողանանք միայն մեզ համար չապրել, ինչպես որ Քրիստոս իր կյանքը զոհաբերեց մեզ համար, որպեսզի մենք ապրենք, մենք էլ մեր կյանքի մեջ մի փոքրիկ ժամանակ հատկացնենք այն մարդկանց, ովքեր նեղության մեջ են, ցավի մեջ են, մխիթարության կարիք ունեն, սոված են, մերկ են եւ մեր օգնության կարիք ունեն, ոչ միայն հոգեվոր, այլև նյութական պետքերի համար։ Աստված թող օրհնի բոլորիդ ու խաղաղության մեջ պահի։